Քննարկում ենք հարց համար 24-ը ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայան։ Համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է նախորդիվ 20 պայմանագիր 88.3 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Դրանցից արդեն իսկ կառուցված է 23.5 հեկտար ջերմատուն, որից միայն 2025 թվականին 18.4 հեկտարը։ Միայն 2025 թվականին նաև մեկնարկել է եւ կառուցման փուլում է գտնվում եւս 64.8 հեկտար ջերմատուն եւ մեր գնահատականներով սրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, այս տարվա ընթացքում կշահագործվեն։ Ծրագրի շրջանակում տրամադրում ենք մինչև 15 միլիարդ դրամի վարկեր 1 հեկտար եւ ավել մակերեսով առաջադիմական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ կառուցելու համար։ Վարկը տրամադրվում է մինչև 8 տարի ժամկետով, մայր գումարի եւ տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետը մինչև 12 ամիս է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակատարվել է ծրագրով նշված արդյունքային ցուցանիշները, մասնավորապես 35 հեկտար ամբողջ ծրագրի շրջանակի համար, 2025 թվականի հոկտեմբերին ծրագրում կատարել ենք որոշակի փոփոխություններ եւ նոր ծրագրով առաջարկում ենք հետեւյալ վարկային տոկոսադրույքները։ Մինչև 3 միլիարդ դրամի վարկը սուբսիդավորվում է 8%-ային կետով ստանդարտ պայմանագրերի դեպքում, 3 միլիարդից ավել մինչև 9 միլիարդ վարկի դեպքում 7%-ային կետով, այսինքն օրինակ վերցրեց 9 միլիարդ, առաջին 3 միլիարդը սուբսիդավորվում է 8%-ային կետով, երկրորդ ուրեմն 6 միլիարդը, մնացած 6 միլիարդը սուբսիդավորվում է 7%-ային կետով։ Եվ 9 միլիարդ դրամից ավել հատվածը մինչև 15 միլիարդ դրամ 6%-ային կետով։ Նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում նաև երիտասարդ տնտեսվարողներին եւ 63 տարեկան լրացած անձանց ներգրավվածությունը խրախուսելով։ Այս պարագայում մենք առաջարկում ենք տոկոսային կետերը մեկական տոկոսային կետով ավելացնենք։ Օրինակ, եթե մարդը 64-65 տարեկան է եւ ուզում է ջերմատնային տնտեսություն ունենալ, ինքը 9% կետով ենք իր վարկը սուբսիդավորում եւ նաեւ եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներում մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ տոկոսադրույքների նվազման միտում, ապա հաճախ սա բավականին մեծ եւ ասում եմ, որ կառավարության տոկոսադրույքների շատ մեծ մասը իրականում փոխհատուցում է։ Նույնը 3 միլիարդից մինչև 9 միլիարդ դրամի դեպքում 8%-ային կետն ենք փոխհատուցելու եւ 9 միլիարդից ավել հատվածի համար մինչև 15 միլիարդը 7%-ային կետ։ Սա է այս առումով կառավարության ծրագրում նախանշված բոլոր ցուցանիշները, պարոն վարչապետ, կարող ենք վստահաբար ասել գերակատարված են, բայց շարունակելու ենք ծրագիրը, որպեսզի ավելի լավ արդյունքներ ունենանք։ Մի րոպե, պարոն Պապայան, այս ծրագիրը ինչքան ժամանակ է գործում։ Այդ ծրագիրը փաստացի ծրագիրը հետեւյալի մասին է, որ ջերմոցային տնտեսություն հիմնելու դեպքում մենք ինչ ենք անում։ Տոկոսը, վարկի տոկոսը սուբսիդավորում ենք։ Այո։ Դարձնում ենք ինչքան 0, թե մի քիչ ավել։ Մենք սուբսիդավորում ենք, պարոն վարչապետ, ստանդարտ դեպքում, ոչ մինչև 35 տարեկան երիտասարդի կամ 63։ Ստանդարտ դեպքը ո՞րն է։ Երբ որ օրինակ 40 տարեկան է մարդը, եւ այդ դեպքում մենք սուբսիդավորում ենք, եթե մինչև 3 միլիարդ դրամ է վարկը, 9%-ային կետով, օրինակ ինքը վերցնում է 13%-ով վարկ, 9 պետությունն է վճարում, ինքը մնացած 4-ը, բայց առաջին 1 տարին, այսպես ասած, այդ grace period-ն է, արտոնյալ ժամկետն է, երբ որ ինքը տոկոսադրույք չի վճարում, այսինքն առաջին 1 տարվա ընթացքում ըստ էության իր համար։ Հիմա այս ծրագիրը ինչքան է գործում, ինչքան։ Այս ծրագիրը սկսվել է 23 թվականի երկրորդ կեսին, 23 թվականի։ Այս ծրագրով քանի հեկտար ջերմոց է կառուցվել, գիտեք։ 23 թվականին արդյունքներ չեն եղել, 24 թվականին կառուցվել է մոտ 6 հեկտար, 25 թվականին 18.4 հեկտար եւ ուրեմն 26-ին պլանավորում ենք ընթացքի մեջ է եւ 99% էս արդյունքն այնելու 64.8 հեկտար։
Հիմա մենք ծրագրի մեջ ինչ ենք փոխում։ Ծրագրի մեջ որ 2%-ային կետով նվազեցրել, այսինքն մենք եթե նայենք մեր արդյունքային ցուցանիշը, քանի որ ապահովված է, կարող ենք ասել, որ ծրագիրը արդեն իսկ համարենք ավարտված, բայց շարունակում ենք նախ ծրագիրը եւ ուղղակի մի փոքր տոկոսային կետերը նվազեցնում ենք։ Մի դեպքում 1, մի դեպքում 2%-ային։ Այսինքն ավելի ենք շահառուի համար ենք ավելի նվազեցնում ենք, թե շահառուները այն ժամանակ օրինակ 10%-ային կետով պետք է ստանային փոխհատուցում, հիմա ստանալու են 8 կամ 9%-ային կետով փոխհատուցում։ Շատ լավ։ Այդ գումարները հիմա այդ ծրագրից ով ուզի կարող է օգտվել։ Ծրագրից կարող են օգտվել բոլորը։ Այսինքն մարդը պետք է ունենա հող ակնհայտ։ Նվազագույնը 1 հեկտար։ Նվազագույնը 1 հեկտար սեփական հող պետք է ունենա։ Վարձակալած հողի վրա չենք համաձայնվի։ Սեփականություն իրավունք պետք է ունենա։ Շատ լավ։ Էլ ինչ պետք է ունենա։ Եվ եթե ինքը կարողանում է ունենալ նաև համապատասխան գրավ, որ իրեն վարկավորեն, Այսինքն ինքը բանկի հետ է պայմանավորվում, մենք տոկոսներ սուբսիդավորում։ Շատ լավ։ Բարձր հասկանալի է եւ էլի թվերը, որ ասցիք, էլի մեր ծրագրերում հաճախ է պատահում, որ ծրագիր ընդունում ենք, ասենք մի տարի լռություն է, ոչ մի ձեն չկա, ոչ մի բան տեղի չունենում, հետո սկսում է աճել եւ սա լավ process է մեր ռազմավարություններին համապատասխանող, որովհետեւ ասել ենք, որ գյուղատնտեսություն ասելով մենք ավելի ու ավելի պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսություն, որովհետև այն ինչ որ ինտենսիվ չի, այսօրվա կամ վաղվա տրամաբանությամբ ենք անել գյուղատնտեսություն չի, ընդ որում այստեղ մի հետաքրքիր բան կա, էլի կարծում եմ, որ այս նրբությունները բոլորս պետք է իմանանք, ես տարբեր առիթներով, որ ջերմոցներում լինում եմ, ինձ հետաքրքրում էր, որ օրինակ բարձրադիր վայրերում, Գեղարքունիքի մարզում, որը այնց կլիմայական մեծ հայտնի գյուղատնտեսական կլիմայական այդքան էլ լավ պայման չունի, ես առիթ ունեցա ջերմոցի սեփականատիրոջը ասում եմ, բա ինչի եք, բա խնդրեմ չի, որ այս ցուրտ մարզում եք վերում ջերմոցային տնտեսությունը դնեն, եւ ընդհակառակը պարզվեց, որ հենց այդ ծովի մակերևույթից որոշակի բարձրություն, որը մեր տրամաբանությամբ գյուղատնտեսության համար այդքան էլ հարմար չի, ինքը էներգախնայողության առումով ամենահարմարն է, որովհետև արևի էներգիան այդտեղ օգտագործվում է մաքսիմալ։ Եվ սա պատկերացնում եք մեր հանրապետության համար ինչ հնարավորություններ է բացում։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, հիշում եք, ես առիթ ունեցել եմ, ասել եմ օրինակ Գեղարքունիքի մարզում, նույն ժամանակ այդ խնդիրները կան, որ կառավարությանը գալիս էին ասում են կաղամբը չի վաճառվում, կաղամբի գինը արդեն դարել է 5 դրամ կամ 10 դրամ եւ այլն եւ այլն։ Մենք այն ժամանակ ասում ենք պետքա ոչ թե հենց անենք որ կիլոն 5 դրամանոց ապրանք աճի, այլ կիլոն ենթադրենք 50 դրամանոց ապրանք աճի եւ բարձր արժեք ունեցող մշակաբույսեր։ Հիմա այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս, որ մասնավորապես մենք Գեղարքունիքի մարզում եւ էլի բարձրադիր վայրերում ունենանք այսպիսի տնտեսություններ եւ ընդ որում լավ լուրը որն է, որ իրանք ես ինչքան գոնե շփվում եմ մարդկանց հետ, իմ շփումները դա են ցույց տալիս, չնայած վիճակագրությունն էլ է ոնց որ է ցույց տալիս, այդ ընկերությունները բավականին ֆինանսապես առողջ են եւ իրենք աշխատում են եւ այո, եւ արտահանելի ճյուղ է դա ռեալ եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք պետքա մաքսիմալ հնարավորությունները ընդլայնենք, որովհետեւ լրջագույն փոփոխություններ է տեղի ունեն, մանավանդ ասում եմ, այդ բարձրադիր հատվածներում, որտեղ մեր պատկերացմամբ գյուղատնտեսական գործունեության համար այդքան էլ հարմար կլիմայական պայմաններ չեն, այս գործունեության տեսակի համար համենայն դեպս պրակտիկ ներդրողները իրանք են դա ինձ ասել եւ ես հենվում եմ նրանց ասացի վրա, որ դա ամենանպաստավոր բարձրությունն է, որտեղ այդ գործունեությամբ կարելի է զբաղվել։ Ինձ որ այս թեմայով պետք է մշտական հաղորդակցության մեջ լինել իրական հատվածի հետ եւ մաքսիմալ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի այդ տնտեսությունը զարգանա, որովհետեւ դա կարա պարզվի, որ Հայաստանի այդ թվում այտենց առաջատար տնտեսության ճյուղերից մեկն է, որը իմիջիայլոց ինքը եւ տեխնոլոգիական է եւ ավելացված արժեքի առումով ինքը
այն նախկին գյուղատնտեսությունից էականորեն տարբերվում է մասնագիտական դաշտաբացում բազմաթիվ մեր մասնագետների համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Համեց Վարչապետ, ստեղ արտահանման նենց աճ են արձանագրել, որ ԵԱՏՄ որոշ երկրները մտածում էին, որ սա իրական արտահանում չի, ռեէքսպորտի կասկածներ ունեին, ընդ որում եկել են տեղում նայել, որպեսզի համոզվեն, որ այդքան տնտեսություն է ձևավորվել Հայաստանում։ Այս իմաստով ես կարծում եմ, այս ծրագիրը բոլոր մեր ֆունդամենտալ նպատակները սպասարկում, արտահանում կրթություն, որովհետև այնուամենայնիվ այս տնտեսությունը կառավարել է ենթադրում է հատուկ եւ բարձր որակի կրթություն, էներգախնայողություն, նոր տեխնոլոգիաներ։ Ես կարծում եմ մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի խթանենք, որովհետև սրա մուլտիպլիկատիվ էֆեկտը այս ծրագրի ես գնահատում եմ շատ բարձր։ Շնորհակալություն պարոն վարչապետ, շարունակեմ պարոն Գրիգորյանի, նախ նաև մեկ հանգամանք էլ նշեմ, նաև աշխատատեղեր ստեղծող է, միջինում 12 անձ է աշխատում 1 հեկտար ջերմատանը եւ ըստ էության ամեն հեկտար որ ստեղծում ենք այդքան աշխատատեղ, որը նույնպես կարծում եմ կարեւոր է։ Պարոն վարչապետ, մենք նաեւ ականջալուր ենք այն դիտերային հանրահարականին, որ պետք է անդադ բարձրացնենք եւ ազգային ժողովի մեր գործընկերներից Տիկին Ծովինար Վարդանյանն հիմա նախագիծ է շրջանառել եւ մենք աջակցել ենք այդ նախագծի մշակմանը, որպեսզի այդտեղ այսպիսի համակարգեր, ընդհանրապես ինտենսիվ գյուղատնտեսություն եւ ուրեմն ջերմատների կառուցման համար այնտեղ տուրքեր կան եւ process-ներ կան հողերի կատեգորիաների, դրանք հնարավորինս ավելի նվազ լինեն, դրանք լինեն ավելի process-ները արագացված, այսինքն այստեղ այդ մասով էլ ենք աշխատում եւ վիճակագրության մասով էլ եթե թույլ կտակ մի փոքր վիճակագրություն, օրինակ վերջին 1 տարում մոտ 30% ծաղկի արտահանումն է Հայաստանից աճել, որը հիմնականում պայմանավորված է, իսկ մեծամասամբ պայմանավորված է հենց այս համալիրների արտադրանքի թողարկմամբ եւ մենք ակնկալում ենք ել ավելի բարձր աճ, որովհետեւ մի բան է, երբ որ 18-ն է մտնում, մեկ այլ է, երբ որ 64-ն է մտնում շուկա, եւ ես հանդիպել եմ գործարարների հետ, ըստ էության ակնկալիքը այնպեսին է, որ շուկայի խնդիր չպետք է մենք ունենանք, պղպեղը շատ տարածված է, պղպեղի ջերմատները եւ 39 ամբողջ մի փոքր մոտ 40% մեկ տարվա ընթացքում այստեղ ենք աճ արձանագրվել երրորդ ուղղությունը դա որ էլի բավականին ուրեմն տարածված է դա կանաչեղենը է այսպես ասած այստեղ 10 եւ ավելի տոկոս աճ ունենք ելակն է էլի կանաչեղեն անդրադարձակ միտեղ տենց տեսա որ ջերմոցներ են կառուցվում ուղղակի տենց ասեք կանգնեմ խոսեմ ներդրողի հետ վերջ խոսում ենք ասում եմ բայ ինչ է աճացնելու բան սպասում եմ որ հեսա մեկ էլ ասես դե մտածում եմ կանաչի աճացնեմ ասի ոնց ջերմոցում այսքան փողը ծախսում եք որ կանաչի աճեցնեք պարզվեց որ կանաչի շուկան շատ բավականին հետաքրքիր եւ ընդ որում զարգացող շուկա է Հենց որ էս էլ է շատ հետաքրքիր, այսինքն տեսեք բանի բիզնեսի ստեղծարար ուժն է դա եւ մենք պետք է այդ խթանենք, որ մարդիկ մտածելու, ստեղծագործելու հնարավորինս լայն դաշտ ունենան եւ զգան, որ կառավարությունը աջակցում է այդ process-ը։ Շնորհակալություն պարոն վարչապետ, նույն ելակն էլի բարձր եւ իհարկե սա շատ կարեւոր է երկրի պարենային անվտանգության տեսանկյունից, որովհետեւ ցանկացած պարագայում կարելի ասել տարին 12 ամիս 24 ժամ մենք ունենալու ենք մթերքներ։ Շատ լավ, խնդրեմ պարոն Թորոս։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես մի հարց եմ ուզում տալ, նախ ողջունում եմ ավագ սերնդի մեր ներկայացուցիչների համար հատուկ պայմաններ ստեղծելը եւ նաեւ երիտասարդների, դա նաեւ տեղավորվում է մեր այլ քաղաքականությունների մեջ, բայց այնուամենայնիվ կխնդրեմ պարզաբանեք մեխանիզմը դա ինչպես է տեղի ունենում եւ արդյոք այդտեղ ռիսկեր չկան այլ մարդու անունով դա ձևակերպելու եւ ավել տոկոս ստանալու էլի որպես սուբսիդիա։ Շնորհակալություն։ Ես մեր խնդիրը հետեւյալն է նախ տոկոսադրույքը հնայև այդ պատճառով է 1%-ային կետ, որպեսզի այդպիսի հնարավորությունները մնավորինս քիչ մոտիվացիա այդ մասով լինի այդպիսի բաներ անելու, բայց այնուամենայնիվ այդպիսի խնդիր մենք մեր առաջ չենք դրել, եթե նախ սրանք խոշոր ներդրումներ են, միլիարդավոր դրամների ներդրումներ են եւ չեմ կարծում որ այլ մարդ, այսինքն ինչ որ մեկը իր հարևանին
անունով կգրանցի իր մի քանի միլիարդանոց բիզնեսը, եթե ծնողն է զբաղվում եւ ծնողի անունով է, էլի խնդիր չենք տեսնում, այդտեղ մենք այդպիսի խնդիր չենք տեսնում։ Շատ լավ։ Խնդրեմ այլ դիտարկումներ, այստեղ կարևոր է ընդգծել նաև, որ այս տեխնոլոգիաները նաև ջրի խնայողության շատ կարևոր գործառույթ են անում։ Ես ճիշտ է վստահ չեմ, որ արդյոք փակ ցիկլի հնարավորություն կա, բայց ենթադրում եմ, որ կլինի նաև որոշակի հանքանյութերով հարստացման տրամաբանություն, բայց ամեն դեպքում բարձա որ լրիվ այլ այդ տեխնոլոգիան ինքը արդեն ջրի խնայողության տրամաբանության վրա է կառուցված, եթե նույնիսկ հիդրոպոնիկ տեխնոլոգիա է եւ սա է շատ կարեւոր մի նրբություն է, որ մենք ջրային ռեսուրսները այդպիսով նաեւ առավել արդյունավետ ենք օգտագործում եւ այդ դեպքում այդտեղ հեկտարներ չկան, որտեղ ասեն, որ ոռոգման ջուր չկա եւ այլն, որովհետեւ այդ արժեշղթայի մեջ ամեն ինչը հաշվարկված է միլիտր ջրի ճշտությամբ ամեն ինչը հաշվարկված է եւ սա շատ կարեւոր արձանագրում է։ Կան այլ դիտարկումներ, չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։